Վարչապետ սուբվենցիոն ծրագիր է, մայթերս ցալարկված, նաև փողոցը հիմնանորոգված, գծանշված, ստոր գետնյա ենթակառուցվածքները փոխարինված։ Երկու ուղղություն ունենք, մեկը կառավարության ուղիղ ֆինանսավորման ծրագրերն են եւ սուբվենցիոն ծրագրերը։ Ես կուզեմ ընդգծեմ խոշորները։ Տաշիրի բժշկական կենտրոնն է կառուցվում, ավարտական փուլում է 1 միլիարդ 600 միլիոն դրամ կառավարությունը Տաշիրում դնում, այո։ Նախորդ շենքը բավականին անմխիթար վիճակում է գտնվում։ Տաշիր խոշորացված համայնքում 5 նոր կրթահամալիր են կառուցում եւ դրանցից մեկը հենց Տաշիր քաղաքում Մեդովկայի դպրոցում ավարտվել է եւ եւս 4-ը ունենք հիմա ընթացիկ։ Սուբվենցիոն ծրագրեր ունենք բազմաթիվ, ներհամայնքային փողոցների ասֆալտապատում ունենք, լուսավորության համակարգի անցկացում ունենք, մենակ Տաշիր քաղաքում 4 կիլոմետր 400 մետր լուսավորության համակարգ ենք անցկացրել։ Տաշիր Մեծավան ճանապարհը երկար սպասված ավելի քան 1 միլիարդ դրամ արժեքով 8 կիլոմետր 5 կիլոմետր արված է, 3-ը արդեն եղանակային պայմաններից ելնելով կարվի։ Տաշիր Պրիվոլների ճանապարհը նորից մոտ 9 կիլոմետր 5-ը արված է, 4-ը սպասում են եղանակները։ Թույլ տա։ Այդ ճանապարհներ չի կառուցված։ Մենք Տաշիրում նաև բազմաբնակարան շենքերի ջերմամեկուսացման ծրագիր ենք իրականացրել Անի թաղամասում, որտեղ շքամուտքերի վերանորոգում ենք արել, տանիքների փոխարինում եւ այդ շենքում էլ շրջայցանելու առիթ ունեցել են, բնակիչները ընդգծում են, որ էներգիայի ծախսը մոտ կիսով չափ նվազել է, հետեւաբար նաեւ կոմունալ վճարներն են նվազել եւ բավականին գոհունակություն են հայտնում։ Այո, ծրագրից բոլոր տեղերը գոհ են։ Այո, եւ իհարկե սուբվենցիոն ծրագրերում պետք է արձանագրել, որ մենք բոլոր տեղերը բնականաբար համայնքի հետ համագործակցում ենք, համայնքը ներկայացնում է ծրագիրը կառավարությանը, կառավարությունը այն ծրագրերը, որոնք հաստատման ենթակա են, հաստատում է եւ ֆինանսավորման չափաբաժիններ կան, տեղական կառավարությունը 50% է ֆինանսավորում, ծրագիր կա 60, ծրագիր կա 70, ծրագիր կա ընդհանրապես ուղիղ կառավարության ֆինանսավորման բացվում եւ շատ հաճելի է տեսնել, որ 2018 թվականի հեղափոխությունից հետո Տաշիրում այս հենց մայթեր կան, հենց փողոցներ կան եւ արդեն ասվեց նաեւ կապիտալ խոշոր ներդրումներ են արվում։ Էլի ներողություն, էլի բան կա, որ ես ամփոփելով կուզեմ ընդգծել պարոն վարչապետ, որ Տաշիր խոշորացված համայնքը չի տվել որևէ սուբվենցիոն ծրագիր, որ կառավարությունը չի համաֆինանսավորել եւ դեռ ընդհակառակը ուղիղ ֆինանսավորմամբ հսկայական ֆինանսավորում է իրականացվել, նորից դպրոցներ, բժշկական կենտրոններ, ճանապարհներ, այն ինչը համայնքը իր միջոցներով ուժը չի պատել, կոպիտ ասած կառավարությունը օգնության է հասել։ Ավանիշ տեսանյութը եւ բաժանորդագրվիչ։